Հիմա ակնհայտորեն կան փորձեր դա այսպես ասած իրականացնել եկեղեցում իշխանապողություն, հայրապետի փոփոխություն, ճնշումներ կան, անձնական եւ տարբեր արդեն եւ որպես ինստիտուտի վրա ամբողջությամբ փորձեր կան նաև ինստիտուտի աշխատանքը տապալել, ինչ ենք տեսնում եկեղեցու կողմից մենք տեսնում ենք հիմնականում пассив դիմադրություն, խոսափում է բախումներից եւ դա մի կողմից թույլատնում է իր դիրքը, որովհետեւ դիմադրության ճակատը փոքրանում է, բայց մյուս կողմից նաև ուժեղացնում է, որովհետեւ իշխանության զրկում է փաստարկներից, այսինքն իշխանությունը գործում է զուտ ուժով, իսկ դա այս իշխանության համար այդքան էլ հաճելի վիճակ չի, որովհետեւ այս իշխանությունը միշտ փորձում է ինչ-որ բացատրություններ, փաստարկներ, ինչ-որ մանիպուլյացիաներ եւ այլն կիրառել, այլ ոչ թե բիրտ ուժով։ Սամվել Կարապետյանը հաստատ Փաշինյանի ամենախիստ քննադատը չէ։ Միանշանակ այդպես չեն կարող ասել, հա, ինքը շատ զուսպ է խոսացել, բայց ինքը շատ ավելի վտանգավոր է, քան թե ուրիշ քննադատողները։ Այսինքն բռնում են բաց են թողնում, կարևորը թիրախային կետերին, թիրախային կարևոր պահերին բռնեն, որպեսզի չեզոքացնեն վտանգը, անցնեն, հետո առաջ գնան։ Իշխանությունը ապահովեց նաև այս բռնաճնշումների ֆոնին դրական ֆոն, տեղեկատվական թրիպի հայտարարության ժամանակ օգոստոսին եւ կարողացավ դրա հաշվին իր վարկանիշը բարձրացնել։ Դա Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով շարժումն է, որը էականորեն փոխել է իշխանության համար իրավիճակը, որովհետեւ հնարավոր չի իմացել, որ դա նախկիների ու ներկաների միջև պայքար է։ Դեռ պաշտոնապես չի հայտարարվել քարոզարշավը, բայց արդեն շատ ակտիվ ներքաղաքական գործընթաց է անցնում։ Եվ այս ֆոնին իհարկե անորոշության աստիճանը շատ բարձր է եւ մտավախությունների աստիճանը եւս շատ բարձր է, որովհետեւ հիմնական սուբյեկտները ունեն մտավախություն, որ ով էլ հաղթի, ինքը պարտվողին ոնց որ բանտարկելու է։ Armenia Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, շնորհակալ եմ Հրանտ հրավերը մեր ընդունելու համար, եւս մեկ անգամ անդրադառնանք, փորձում ենք ամփոփել 2025 թվականը, կարճ ամփոփել, բայց իրադարձությունները այնքան շատ են, բոլորին անդրադառնալ հնարավոր չէ։ Համենայն դեպս ամենահնչեղ իրադարձություններին եւ ամենաթարմերից սկսենք, ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով, իհարկե նախ հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվողին մասին խոսենք, ամենայն հայ կաթողիկոսին փոխելու այդ փորձերը իշխանությունը շարունակում է, կարող ենք ասել, որ հայ առաքելական եկեղեցու, այսպես ասած, ամրոցի առումը շարունակվում է, եկեղեցին հարվածներ ստանում է, բայց այսպես ասած առումը դեռ շարունակվելով եկեղեցին չի քանդվել։ Ինչպես ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ դուք գնահատեք իրավիճակը։ Առհասարակ եկեղեցու շուրջ իրավիճակը ծրվել է մի քանի ալիքով, այս իշխանության օրոք 2018 թվականից սկսած մի քանի փորձ է եղել եկեղեցում իշխանապողություն իրականացնել, այսպես ասած, եւ եկեղեցին կարելի ասել քաղաքականապես ենթարկել իշխանությանը, զավթել եւ իր դերը ամբողջությամբ փոխել հասարակության մեջ։ Եվ վերջին այս փորձը սկսվել է մայիսից սկսվել են խոսակցություններ առաջին դեմքից Փաշինյանի անձամբ ինչ-որ սրբազանների մասին, որը քիչ-քիչ էսկալացվեց եւ հասավ հայրապետին, կաթողիկոսին, Գարեգին II-ին, եւ այդ խոսակցությունների ընթացքում տարբեր գնահատականներ եւ մեղադրանքներ են հնչեցվել, որոնց որևէ ապացույց չեղավ, մենակ վերջերս մի ինչ-որ կեղծ փաստաթուղթ դուրս եկավ, որ կաթողիկոսի եղբայրը սովետական ժամանակ ԱԳԲ-ի հետ իբր համագործակցել է, շատ վիճելի, բայց ամեն դեպքում դրանից ավել ոչ մի բան չգտնվեց, իսկ մինչ այդ խոսվում էր ինչ-որ բարոյապաշտությունից եւ այլ։ Ինչևէ, հիմա ակնհայտորեն կան փորձեր դա այսպես ասած իրականացնել եկեղեցում իշխանապողություն, հայրապետի փոփոխություն, ճնշումներ կան, անձնական եւ տարբեր արդեն եւ որպես ինստիտուտի վրա ամբողջությամբ փորձեր կան նաև ինստիտուտի աշխատանքը տապալել, ինչ ենք տեսնում եկեղեցու կողմից մենք տեսնում ենք հիմնականում пассив դիմադրություն, այսինքն եկեղեցին կոչեր չի անում մարդկանց դուրս գալու, ինչ որ այն այսպես ասած մարտավարություն չի ընդունում, որը այդ դեպքում օրինակ իրականացնում են կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները, չնայած որ ասեմ, որ հայրաքելական եկեղեցու նաև բնորոշ չէ այս պահելաձևը, հայրաքելական եկեղեցին միշտ ավելի
պասիվ դիմադրությամբ է առաջ գնացել եւ նույնն է կրկնվում հիմա։ Զուսպը եւ բախումների այո, բախումներից խուսափում է բախումներից եւ դա մի կողմից թույլատնում է իր դիրքը, որովհետև դիմադրության ճակատը փոքրանում է, բայց մյուս կողմից նաև ուժեղացնում է, որովհետև իշխանության զրկում է փաստարկներից, այսինքն իշխանությունը գործում է զուտ ուժով, իսկ դա այս իշխանության համար այդքան էլ հաճելի վիճակ չի, որովհետև այս իշխանությունը միշտ փորձում է ինչ-որ բացատրություններ, փաստարկներ, ինչ-որ մանիպուլյացիաներ եւ այլն կիրառել, այլ ոչ թե բիրտ ուժով։ Եվ այս պարագայում իհարկե իշխանությունը, այսպես ասած, ոչ հաճելի վիճակում հայտնվեց, մենք տեսանք Գյումրիում ինչ տեղի ունեցավ, մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, բայց ավելի էականը այն է, որ հիմա մենք տեսնում ենք եկեղեցու նկատմամբ լայնածավալ բռնաճնշումների քաղաքականությունը, 4 եպիսկոպոս, այդ թվում 2 արքեպիսկոպոս բանտարկված են, իսկ մի քանիսի վրա պարզվեց բացվել էին նախապես քրեական գործեր եւ երբ որ իրանք ենթարկվել են, այս գործերը կարճվել են, հա։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ կա փորձ սկզբից խոսքա բարեպաշտությունից, հետո մենք տեսնում ենք, որ ամենա այսպես ասած հեղինակազրկվածներին հավաքում է իշխանությունը իր շուրջ։ Դուք նկատի ունեք, որ շանտաժի լեզուն, եթե այդպես կարող ենք այդ շանտաժ բառը օգտագործել, շանտաժի լեզուն արդյունք տալիս է։ Այո, իրականում եթե կա շանտաժի, չգիտեմ։ Միանշանակ կա, որովհետև մենք տեսել ենք նույն Նավասարդ Կճոյանի նկատմամբ եւ ուրիշների նկատմամբ, որոնց նկատմամբ քրեական գործերն են բացվել եւ որոնք ենթարկվել են։ Կան մարդիկ, ովքեր ում որ էլի զգուշացրել են, նույնիսկ հանրայնորեն ճնշել են, նրանք չեն նահանջել եւ հիմա բանտում են, հա։ Այսինքն մենք այսպես ասած այստեղ ուղղակի ենթադրություններով չենք զբաղվում, մենք տեսնում ենք, որ ոմանք գնացել են այդ համագործակցությանը եւ ցանկացած գայլերի, ոմանք հետ են քաշվել, ոմանք հակառակ սկսել են դիմադրել եւ ակտիվ դիմադրել, դեպի դեպքում նկատի ունեմ Բագրատին եւ Միքայելին, որոնք շատ ակտիվ նույնիսկ բանտից շարունակում են դիմադրել իշխանությանը։ Բացի այդ հիշեցնեմ նաև, որ Բագրատի հետ բազմաթիվ քաղաքացիներին են բռնել եւ հիմա մեծ մասին բաց են թողել վերջերս, այսինքն նրանք բանտում անցկացրել են մոտավորապես կես տարի, բայց բաց են թողել, անհասկանալի է, ոչ գործը նորմալ բացվել է, ոչ գործը նորմալ փակվել է։ Այս իրավիճակում մենք իրականում այս վերջի մի քանի տարի գտնվում ենք, այսինքն մարդկանց նկատմամբ հստակ ոչ մի մեղադրանք չկա, իրանց բանտարկում են, մի քանի ամիս հետաձգում են, հետո բաց են թողնում, կամ երբ որ տեսնում են, որ արդիականությունը կորավ թեմայի, կամ երբ որ տեսնում են, որ հանրային ճնշումը աճել է։ Դեպի դեպքում օրինակ Լիդիա Մանթաշյանին ազատելու նկատմամբ հանրային ճնշումը սկսեց աճել, եւ ոչ միայն իհարկե, եւ որոշել են մի քիչ մեղմացնել իրավիճակը, բայց հիմնական հարցը չի լուծում, իսկ այդ հիմնական հարցը հայրաքելական եկեղեցուն շուրջ իրավիճակը ամբողջությամբ փոխել։ Եվ գլխավորը, ինչու այս հարձակումը սկսվեց հայրաքելական եկեղեցու նկատմամբ, որովհետև այսպես կոչված խաղաղության քաղաքականությունը, որը իրականացնում է այս կառավարությունը, որը մեծաշով միակողմանի զիջումների քաղաքականությունն է, այս քաղաքականությունը ստանում է դիմադրություն որոշ շրջաններում հասարակության, եթե մենք առանձին դրվագներով նայենք հասարակության վերաբերմունքը, ապա բացասական է այս քաղաքականության նկատմամբ, բայց այս դիմադրությունը ինստիտուցիոնալիզացված չէ։ Առաջնորդներ չունի, դա նկատի ունեք, թե առաջնորդները չեզոքացվում են։ Եվ դա եւ նա, բայց ինստիտուցիոնալիզացված է եղել առաջ այս դիմադրությունը։ Մի քանի օրինակ բերեմ։ Առաջ եղել է օրինակ նախագահ Արմեն Սարգսյանը, ով որպես նախագահ դեմ ա եղել այս քաղաքականության։ Եղել են ուրիշ պաշտոնյաներ, օրինակ եղել է Սահմանադրական դատարան, եղել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Արման Թաթոյանը հիշենք, եւ այլ ինստիտուցիոն, այսինքն համակարգային դիմադրության օղակներ։ Գլխավոր շտաբը կարող ենք հիշել, բազմաթիվ այլ դրվագներ։ Հիմա այստեղ այս բոլոր օղակները իշխանությունը զավթել է կամ վերցել է վերահսկողության տակ եւ մնացել է հայրաքելական եկեղեցի, որը քաղաքական չէ, բայց բարոյական այնքան մեծ ազդեցություն ունի, որ դա դառնում է արդեն քաղաքական։ Հեղինակություն ունի պարզապես Այո, նաև հեղինակություն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք ճնշումը նաև դրսից։ Այսինքն նույն Ադրբեջանից ուղիղ պատվերներ են գալիս հայրաքելական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների։ Իդեպ Ադրբեջանի
հոգևոր առաջնորդ Ալաղ-Շուքուր Փաշազադեն սկսեց կաթողիկոսի դեմ խոսալ մայիսի 15-ին եւ մի քանի օր անց Փաշինյանը սկսեց խոսալ։ Սա զուգադիպություն չէ, միանշանակ համոզված եմ, որ Ադրբեջանից ճնշում կա հայրաքելական եկեղեցուն ոնց որ ճնշելու, որպեսզի այս գործընթացի մեջ ոնց որ առաջընթաց լինի։ Եվ մենք տեսնում ենք, որ այս բռնաճնշումները նաեւ Եվրոպական միության հավանություն են ստանում կամ որոշ դրվագներում չեզոքություն, բայց նաեւ հավանություն, ինչի հավանություն։ Ինչպես է երևում։ Տարբեր ծրագրերի եւ հայտարարությունների մեջ, ծրագրային փաստաթղթերի մեջ կա գրված, որ պետք է Հայաստանում եկեղեցու դերը վերանայվի, փոխվի եւ այլն։ Դա, այսպես ասած, կարելի է ասել, որ դա շատ ուղղակի ընդհանուր բարակապակցություններն են, բայց դրա տակ պետք է հասկանանք ինչ արդեն բացվածքներ կան։ Եթե մենք տեսնում ենք, որ օրինակ, չգիտեմ, մի աննշան դրվագի նկատմամբ Եվրոպական միությունը շատ ակտիվորեն քարոզարշավ է սկսում, իսկ այդտեղ լռումը եւ հակառակ նույնիսկ անցած տարի հիշեցնեմ 2024 թվականին, երբ որ Բագրատի կազմակերպած ցույցի ժամանակ իշխանությունը ուժ է կիրառել եւ մի քանի վիրավոր կար, Եվրոպական միության արձագանքը եղել է, դե մարտի 1-ի համեմատ լավ ա եղել։ Բառացիորեն մեջբերում եմ։ Այսինքն, սա այսպես աջակցությունն է, ուրիշ ձև որակավորել հնարավոր չի։ Եվ կարծում եմ, որ աջակցություն կա այս բռնաճնշումների եւ դրանք ուղղորդվում են դրսից, իշխանությունը դա ուղղակի կատարում է։ Դուք խոսեցիք կալանավորված անձանց մասին, կալանավորվածը չմոռանանք, ոչ միայն կալանավորված այդ խափանմամիջոց կալանավորում, այդ խափանմամիջոցը կիրառված է ոչ միայն 4 սրբազանների նկատմամբ, այլ նաև քաղաքական հավակնություններ ունեցող կամ քաղաքական գործիչների հանդեպ։ Իդեմս օրինակ, եթե ամենավառ օրինակներից վերցնենք, Սամվել Կարապետյանի հանդեպ է կալանավորում խափանմամիջոցը կիրառվում եւ շարունակաբար ամիս այդ կալանավորման ժամկետը երկարաձգվում է, բայց ինչպես իր պաշտպանական խումբն է պնդում, այնտեղ գործի հիմք էլ չկա։ Դե մենք տեսանք իրավական նիհիլիզմի դրսևորումներ, օրինակ Ստոկհոլմյան արբիտրաժը ընդունում է որոշում, որ հայ էլեկտրոցանցերի ազգայնացումը հակասում է բոլոր պայմանավորվածությունների, այս որոշումը պետք է կատարվի, իշխանությունը ասում է, չեմ կատարելու։ Օրինակ, այստեղ էլ մեղադրանք չկա, ինչ որ առանձին ինչ որ խոսակցություններ կան, բայց այս գործը էլի երկարաձգում է, հետո կարող է բաց թողեն, բայց այն ժամանակ, երբ որ համոզված լինեն, որ ինքը արդեն վտանգ չի ներկայացնում։ Այստեղ քաղաքական վտանգի մասին այսինքն, որովհետև մենք տեսնում ենք վարկանիշներով ամեն դեպքում այս պայդրությամբ մեր ձևով շարժումը, թեև դեր որպես կուսակցություն չի դրսևորվել, բայց արդեն երկրորդ տեղում է իշխանությունից հետո։ Այսինքն իշխանությունը իր գլխավոր մրցակցուն դրել է թիրախի տակ եւ գլխավոր մրցակիցը հիմա բանտարկված է։ Այսինքն Հայաստանում բավականին ավտորիտար իրավիճակ է, որը եւս նորից նույն տեղ է տանում, այսինքն դրսից պատվեր։ Ինչու։ Մենք լսել ենք օրինակ Ալիևի կողմից հայտարարություններ Սամվել Կարապետյանի դեմ եւ մենք լսել ենք նաեւ որոշ, այսպես ասած, մեղադրանքներ էլի Եվրամիությունից, որ Հայաստանում իբր ռուսամետ ընդդիմություն կա եւ նաեւ վերջերս դրա մասին գրել է բրիտանացի մի լրագրող բոլորին հայտնի Թոմաս Դևալը Քարնեգիում, որ իբր թե ռուսամետ ընդդիմություն եւ իբր թե ռուսամետ եկեղեցի դա ուղղակի ցուցումն է։ Այսինքն մենք տեսնում ենք այսքանը, բայց պարզա որ կոմունիկացիաները, որոնք իշխանության եւ Եվրոպական միության միջև շատ ինտենսիվ են եւ Մեծ Բրիտանիայի միջև շատ ինտենսիվ են ամենօրյա ռեժիմով, նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ եւ նաեւ ուղղորդումներ, այստեղ ես որևէ կասկած չունեմ, որ դա էլ է ուղղորդված ինչ ենք տեսնում այստեղ։ Սամվել Կարապետյանը ընդամենը հասցրեց մի քանի խոսք ասել եկեղեցու պաշտպանության թեմայով եւ միանգամից բանտարկվում է։ Այսինքն, եթե մենք դիտարկենք, թե ինչ է խոսում առհասարակ հայկական քաղաքական դիսկուրսում, ապա Սամվել Կարապետյանը հաստատ Փաշինյանի ամենախիստ քննադատը չէ։ Միանշանակ այդպես չեն կարող ասել, հա, ինքը շատ զուսպ է խոսացել, բայց ինքը շատ ավելի վտանգավոր է, քան թե ուրիշ քննադատողները։ Եվ այսպիսով Սամվել Կարապետյանը հայտնվել է թիրախում։ Մենք կարող ենք հիշել նաև Իմնեմնիմի լրագրողներին եւ բլոգերներին, որոնք ելի բանտարկված են այս պայծությամբ էլի առանց մեղադրանքի։ Մի խոսքով, այս իրավիճակը դարձել է արդեն նոր նորման
որպեսզի նախընտրական փուլում այս իրավիճակը իշխանությունը կարողանա կայունացնել։ Եվ ինչու մասին է դա բացի իմ թվարկած, այսպես ասած, դրսի միջամտությունից եւ այսպես կոչված խաղաղության օրակարգից։ Երրորդ կոմպոնենտը դա այն է, որ պետք է ընտրություններ անցնեն այնպես, որ իշխանությունը անցնի եւ հաղթի։ Իսկ եթե իշխանությունը համոզված է եւ հանգիստ է, իշխանությունը կարող է առանց բռնաճնշումների գնալ ընտրությունների եւ շատ ավելի հանգիստ իրավիճակում։ Ինչու իշխանությունը պետք է լարի իրավիճակը եւ ինչու պետք է տարբեր մարդկանց բռնի, չէ՞ որ ցանկացած մարդուն բռնելը քաղաքական պատճառով, դրդապատճառով դա իշխանության համար բեր է։ Եվ այո, մի կողմից այս մարդը ոնց որ խնդիրներ է ունենում եւ իր գործունեությունը չեզոքացում է, բայց մյուս կողմից նաեւ իշխանության վրա բեր է լինում, նույնիսկ հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ այլն լռում են, բայց ամեն դեպքում փաստաբանը Սամվել Կարապետյանի, որը նաեւ զբաղվում է եկեղեցու պաշտպանությամբ, որոշակի մեդիա ալիք է վարում արևմուտքում եւ դա ամեն դեպքում որոշակի ճնշում է դնում Փաշինյանի վրա։ Ես համոզված եմ, որ նաև որոշ ազդակներ Ռուսաստանից կան, բայց ամենամեծ արձագանքը իհարկե Հայաստանի ներսում է։ Եվ դա բեր է իշխանության համար։ Հիմա այս բերը իր վրա վերցնելով ինքը պետք է ինչ-որ փոխհատուցվի, այսինքն այն քաղաքական արդյունքը, որ իշխանությունը ստանում է այս բանտարկություններով, պետք է գերազանցի այդ բացասական էֆեկտը, այս բերը, եւ հավանաբար իրանք համարում են, որ դա այդպես է։ Եվ տեսնելով ինչքան իշխանությունը ճկուն է, ինչքան կարող է ազատ մարդուն բռնել եւ բաց թողնել նաեւ, որովհետեւ մենք չենք տեսնում, որ մարդուն բռնեն եւ օրինակ Նելսոն Մանդելայի պես 30 տարի բանտում պահեն, չէ, բռնում են կես տարի, 3 ամիս, մի տարի, 2 տարի, 3 տարի, 3 տարուց ավել ոչ մեկին չեն պահում քաղաքական, ամենայն դեպս ես չեմ հիշում նման դեպք, այսինքն բռնում են, բաց են թողնում, կարևորը թիրախային կետերին, թիրախային կարևոր պահերին բռնեն, որպեսզի չեզոքացնեն վտանգը, անցնեն, հետո առաջ գնան։ Նախընտրական այս դասավորվածությունը եւ ուժերի համամասնությունը այս բային ինչպես դուք կգնահատեք հրանտ, եթե դիտարկենք օրինակ նախընտրական պայքարի տեսանկյունից, ապա իր համար ինչ ձեռբերումներ ապահովեց գործող իշխանությունը այս ընթացքում եւ ինչ ունեցավ ընդդիմությունը, այսինքն ընդդիմության համար այս պայծրությամբ արդյունքը ո՞րն է։ Շատ լավ, երկու բան ասեմ, առաջինը իշխանությունը ինչ կարողացավ ապահովել, իշխանությունը ապահովեց նաև այս բռնաճնշումների ֆոնին դրական ֆոն, տեղեկատվական թրիպի հայտարարության ժամանակ օգոստոսին եւ կարողացավ դրա հաշվին իր վարկանիշը բարձրացնել։ Իշխանության վարկանիշ, օրինակ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հավանության աստիճանը մինչև օգոստոսը, այսինքն հուլիսին, կազմել է մոտավորապես 35%։ Իսկ օգոստոսից հետո աճել է մոտավորապես մինչև 43%, այսինքն մոտավորապես 8%-ով ավելացավ։ Դա ինչ որ հարցումների հիման վրա։ Այո, հարցումների հիման վրա եմ ասում։ Որտեղ այլ թվերել են հրապարակում, այստեղ ավելի ցածր տոկոսներ են։ Այլ թվերը ավելի։ Այո, հասկանում եմ, կան ընդհանրապես կան տարբեր վարկանիշներ, էլեկտորալ վարկանիշ, այսինքն ում օգտին քվեարկելու են, հավանության վարկանիշ եւ վստահության վարկանիշ։ Հիմա տվյալ դեպքում ես ասում եմ, հավանության վարկանիշ, ամենաեականը այն է, որ դա նույն վարկանիշն է, որովհետև եթե մենք խոսանք նույն էլեկտորալ վարկանիշի մասին, դա էլ է աճել, բայց դա մի քիչ ավելի դժվար չափելի է եւ ավելի քիչ ստուգելի է, բայց ինչ վերաբերվում է հիմա հավանության վարկանիշի, ապա այդ հավանության վարկանիշը 35-ից 43% աճել է եւ հիմա դանդաղ իջնում է 38% է իջել, այսինքն հիմա դեռ ավելի բարձր է, քան թե հուլիսին, այսինքն թրիպի էֆեկտը դեռ ինչ որ չափով շարունակվում է։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, այսինքն այստեղ իշխանությունը կարող պատկերացնենք, որ այս բոլոր մարդիկ, ով որ բանտարկվել են, լինեն դուրս օգոստոսին, ապա վերաբերմունքը թրիպին, թրիպը ասվել է, բայց մեծ հաշվով մեղրի միջանցքն է, էլ չասեմ, այն բառը, որը ոչ մեկս չենք սիրում, Ադրբեջանի սիրած դա գրեթե նույն բանն է, մանավանդ որ Հայաստանը հայտարարեց, ավելի ճիշտ Հայաստանը չի հայտարարել, բայց ԱՄՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վարձակալել իր տարածքը ԱՄՆ-ին 99 տարով, հետո երկարաձգելով դա եւս 99 տար, այսինքն 34 տարի անկախություն ունեցող Հայաստանը 200 տարով պատրաստ է իր տարածքը վարձակալել ուրիշ պետությանը, Մենք հասկանում ենք, որ դա տարածքի օտարման մասին է խոսում, այսինքն ամենակարևոր ռազմավարական տեսանկյունից ամենակարևոր տարածքի օտարման
կառավարման մասին է խոսքը գնում։ Այսպիսով դրան ոչ թե դիմադրություն եղավ հասարակության մեջ, այլ հակառակ ողջունում։ Ինչի հաշվին, այդ բռնաճնշումների հաշվին։ Այսինքն իշխանությունը շատ բան է ձեռք բերել։ Հիմա ինչ վերաբերվում է ընդդիմությանը։ Ընդդիմությունն էլ է որոշակի ձեռքբերումներ ունեցել վերջերս։ Իսկ այդ ձեռքբերումը ինչ է։ Ավելի ճիշտ ընդդիմությունը ունի որպես առանձին սուբյեկտներ ունի հիմնականում կորուստներ, որովհետև ի տարբերություն իշխանության ընդդիմությունը ժամանակակից տեխնոլոգիաներից շատ թույլ է եւ հասարակության հետ կապերի տեսանկյունից եւս շատ թույլ է եւ մի քիչ ավելի տարիքով մարդկանց ցույց է բաղկացած եւ ավելի չի կարողանում adekvat արագ եւ այսպես ասած գրագետ արձագանքել իրավիճակին եւ օրակարգ չի կարողանում ստեղծել։ Եվ այս տարին անցել է այս տարվա համենայն դեպս առաջին կեսը անցել է ընդդիմության միջև պայքարի շրջանակներում, այսինքն Հայաստան դաշինքը եւ Հանրապետական կուսակցությունը առաջին 6 ամիսը իրար դեմ էին պայքարում եւ դա երկուսի վարկանիշները նվազեցրեց։ Բայց ինչ ձեռքբերում կա առհասարակ ընդդիմության դաշտում։ Դա այն է, որ երկու նոր սուբյեկտ կա, հա? Երկու նոր սուբյեկտ, մեկը դա Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով շարժումն է, որը էականորեն փոխել է իշխանության համար իրավիճակը, որովհետև հնարավոր չի իմացել, որ դա նախկիների ու ներկաների միջև պայքար է։ Չնայած որ ժողովրդի մեջ արդեն այս նախկիների թեման այլևս այդքան լավ չի աշխատում, բայց ամեն դեպքում հակակրանքը շարունակվում է եւ այսպիսով այս նոր սուբյեկտի ի հայտ գալը իրավիճակը էականորեն փոխում է։ Եվ երկրորդ սուբյեկտը ես կասեի, որ այսպես ասած միանշանակ սուբյեկտ չէ, դա ավելի շուտ բազմությունն է փոքր սուբյեկտների, ընդդիմադիր, լինի դա Արման Թաթոյանը, լինի դա Հայակվե, լինի դա էլի մի քանի փոքր ուրիշ կուսակցություն, որոնք եւս ընդդիմադիր կեցվածք ունեն եւ հավանաբար կմիանան կամ ինչ որ չափով կհամագործակցեն եւ եթե միավորվեն կարող են օրինակ խորհրդարան անցնել։ Այստեղ իհարկե արդեն հագին իրենց աշխատանքից էլ կախված եւ հետագա ընթացքից։ Իդեպ ասեմ նաեւ, որ հնարավոր է, որ անցնի օրինակ խորհրդարան Գայիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանի կուսակցությունը։ Դե այդպես չեն ներկայացնում, առաջարկ Հայաստանի նախաձեռնությունն է դա դեռևս։ Հա, գուցե ուրիշ անունով դուրս գա, բայց մենք տեսել ենք, որ օրինակ Ծառուկյանը 2017 թվականին, եթե չեմ սխալվում, գնացել է Ծառուկյան դաշինքի, այսպես ասած, բրենդով, բայց նույն ժամանակ նույն կադրերը այդտեղ եղել են։ Հիմա այստեղ էլ գուցե ռեբրենդինգ լինի, բայց մեծ հաշվով նույն բանի մասն ենք խոսում, հա, Ծառուկյանի ոնց որ կուսակցության մասին եւ այստեղ մենք տեսնում ենք մոտավորապես 8% վարկանիշ։ Եվ այս ամեն ինչից ինչ ենք հասկանում, որ իշխանության համար կա բավականին մեծ վտանգ, որ սպոյլեր չլինի խորհրդարանում, օրինակ ինչու իշխանությունը փրկվեց Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո, հա, որտեղ իշխանությունը հավաքել է 33%-ից ավելի քիչ քվե։ Դա ընտրությանը մասնակցած մեր համակարգացիների թվից տոկոսից, եթե նայում ենք ընդհանուր ընտրության իրավունք ունեցող երևանցիների թվի մեջ, դա էլ ավելի ցածր տոկոս է։ 9.4% է եղել ընդհանուր քվեարկության իրավունք ունեցողների թվից։ Եվ ինչպես իշխանությունը կարողացավ իշխանությունը պահել այս պայմաններում, որովհետև անցել են իշխանամետ ուժերը, որոնք են օրինակ ԴՔՊ-ն, Հանրապետություն կուսակցությունը եւ շատ ամբիվալենտ դիրքորոշում զբաղեցրեց ԴՕԿ-ը կամ տվյալ դեպքում ինքը կոչվել է հանրության ձայն, եթե չեմ սխալվում։ Հանրային ձայն, հա։ Եվ այս պայմաններում իշխանությունը կարողացավ վերարտադրվել։ Հիմա այսօրվա դրությամբ հավանաբար խորհրդարանում, եթե վաղը անցկացվեն ընտրություններ, դասավորվածությունը մի քիչ այլ կլինի։ Բայց ինչպիսին այն կլինի, մի քիչ ավելի դժվար է կանխատեսել, որովհետև այս արդեն այն իրավիճակ, երբ իշխանությունը արդեն որոշված է եղել, երբ Փաշինյանը միանշանակ կրում էր, այդ իրավիճակը այլևս չկա։ Բայց այն իրավիճակն էլ չկա, երբ որ մենք կարող ենք ասել, որ դա ընդդիմությունը կհաղթի։ Եվ այսպիսով իսկապես շատ սուր պայքար է, որը զգալիորեն էլի դրսի ազդեցություններ ունի, այն ինչի մասին ես խոսացի, եւ այստեղ իհարկե մենք արդեն ունենք շատ լարված իրավիճակ, դեռ մինչև ընտրություններ 6 ամիս մնաց, դեռ պաշտոնապես չի հայտարարվել քարոզարշավը, բայց արդեն շատ ակտիվ ներքաղաքական գործընթաց է անցնում։ Եվ այս ֆոնին իհարկե
անորոշության աստիճանը շատ բարձր է եւ մտավախությունների աստիճանը եւս շատ բարձր է, որովհետեւ հիմնական սուբյեկտները ունեն մտավախություն, որ ով էլ հաղթի, ինքը պարտվողին ոնց որ բանտարկելու է, հա, այսօրվա դրությամբ ոնց որ երկրորդ տեղը արդեն բանտում է, բայց եթե օրինակ ինքը դուրս եկավ եւ հետո պարտվողին բանտարկելու է, օրինակ, հա, նման վախեր կան իշխանության մեջ, ամենայն դեպս Նիկոլ Փաշինյանը դա մի անգամ ասել է, եթե ընդդիմությունը հաղթի, նրանք մեզ սա կանեն, նա կանեն եւ այլն, չեմ ուզում կրկնեմ։ Այս պարագայում, եթե նայենք արդեն անցկացված դիմընտրությունների արդյունքներին, ձեր ասածը ավելի մոտ է, ենթադրենք Գյումրի համայնքապետի կամ ավելի ճիշտ ավականու ընտրություններին անցկացված, երբ որ ի վերջո համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր ուժերի ընդհանուր միախմբման շնորհիվ։ Դե տեսեք, Գյումրիում տեղի ունեցավ ընդդիմության կոալիցիոն հաղթանակը, ես չի ասում, որ դա միանշանակ այդպես կլինի, բայց ամենայն դեպս Գյումրիում մենք տեսանք 4 արտահայտված ընդդիմադիր սուբյեկտ, որոնք եւս լինելու են օրինակ գուցե ուրիշ սուբյեկտներ, բայց այս դասավորվածությունը ամեն դեպքում լինելու է խորհրդարանական ընտրություններում։ Եղել է 2 իշխանամեծ սուբյեկտ, այսինքն ԿՊ-ն եւ եվրոպական ինչ-որ դաշինք, եւ այդ դաշինքին շատ քիչ է մնացել, որ անցնի, եթե անցներ օրինակ գուցե փոխվեր իրավիճակը։ Համոզված չեմ, բայց 1-2 քվեի այո, այդտեղ արդեն ավելի մոտիկ է ավականուի 1-2 մանդատի, այո։ Այո, եւ այդտեղ արդեն կարող է ճնշեն այդ մեկ ավականուն եւ այլն այդ փորձն ունենք, հա։ Մենք ունեցանք եւս 2 փորձ։ Մենք ունեցանք Փարաքարի փորձ, որտեղ մի ընդդիմադիր սուբյեկտը ամբողջությամբ հաղթել է։ Սա էլ այսպես ուրիշ սցենար է, եւ ունենք երրորդ սցենար, դա իշխանության հաղթանակն է Էջմիածնի խոշորացված համայնքում, Վաղաշապատ համայնքը։ Այո, Վաղաշապատ խոշորացված համայնքում, բայց այդտեղ ոչ միանշանակ է եղել իրավիճակը, նախ այն քվեների քանակը, որը ստացել է իշխանությունը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 48.6%, էլի եկածներից, հա, 48.6%-ը նույնիսկ լավ պայմաններում այդքան էլ բարձր ցուցանիշ չի, հաշվի առնելով, որ իշխանությունը նախորդ ընտրություններում 54% հավաքեց երկրով մեկ, հա, բայց տվյալ դեպքում եւս 2 հանգամանք է եղել, նախ որոշակիորեն վիճելի է եղել էս, որովհետև տարբեր մեխանիզմներ, որոնք կիրառվել են վարչական ռեսուրսի կիրառումը, այսպես անվանենք, որը կիրառվել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ, մենք տեսանք քիչ-քիչ սկսել են կիրառել եւ Վարշապատի ընտրություններում դա մի քիչ արտահայտվել է։ Երկրորդը դա խոշորացումը, որովհետև խոշորացումը ինչպես տեղի ունեցավ, հա, եթե մենք խոսենք, որ այդտեղ ուղղակի մի համայնք է, դա մի բան է, բայց այդտեղ տեղի ունեցավ արհեստական ընտրություններից 3 ամիս առաջ համայնքների միացում, որտեղ մի համայնքում, դա գյուղացիական Խոյ համայնքն է, որտեղ մի քանի տասնյակ գյուղ է, որոնք ունեն այդ գյուղերում ընդունված համայնքապետ, որը իշխանամետ է, Մեխակյանը, որը ստացավ աջակցություն, եւ ունենք Վարշապատ քաղաքը, որը ավելի շուտ ընդդիմադիր կեցվածք ունի, Վարշապատը եւ Ոսկեհատ գյուղը, որոնց օրինակ եթե մենք նայենք արդյունքները ընտրությունների այս տեղամասերի, ապա այդտեղ իշխանությունը ստացել է մոտավորապես 37% նշված վայրերում, հա, այսինքն էլի, եթե առանձին լինեն այս ընտրությունները, ապա լրիվ ուրիշ դասավորվածություն կլներ, բայց ամենագլխավորը ստեղ այն է, որ խաղի կանոնները փոխվել են ընտրություններից 3 ամիս առաջ, որը այդքան էլ ընդունելի բան չէ։ Եվ այսպիսով մենք ստեղ տեսնում ենք հետևյալ բան, որ նույնիսկ այս պայմաններում, երբ իշխանությունը բոլոր գործիքները կիրառում է, իր վարկանիշը այդքան էլ բարձր չի, եւ եւս մի շատ կարևոր բան, Վարշապատի ընտրություններում, ի տարբերություն Գյումրի ընտրությունների, շատ մեծ մրցակցություն չի եղել, այսինքն ընդդիմադիր դաշտում մեկ խոշոր սուբյեկտ է եղել եւ 2 հատ փոքր սուբյեկտ է եղել։ Դա նույն իրավիճակ չէ, ինչ Գյումրիում է եղել եւ նույն իրավիճակ չէ, ինչ կլինի խորհրդարանական ընտրություններում։ Այսպիսով կլինի ինչ որ մի բան, որը նման է լինելու եւ Գյումրի ընտրությունների եւ Վաղարշապատի ընտրությունների, դրանց մեջտեղը։ Եվ այսպիսով մենք համոզված չենք, իշխանությունն էլ համոզված չի, բայց այսօրվա դրությամբ հաշվի առնելով իշխանության վարկանիշի շարունակական նվազեցումը, ավելի հակված եմ մտածել, որ եթե շատ լուրջ ինտերվենցիաներ տեղի չունենան, որոնք կլինեն ի դեպ, ապա իշխանությունը վերարտադրվել չի կարողանա։ Մի քանի օրինակ բերեմ։ Ուրեմն մայիսի 4-ին հաջորդ տարվա կլինի Եվրոպական քաղաքական հանրության գաղափարաժողովը Երևանում,
որը կարելի է որակավորել որպես նախընտրական արշավի մի մաս իշխանության համար, որովհետև իշխանությունը կկարողանա հայտարարել, որ այ տեսեք հիմա բազմաթիվ պետությունների ղեկավարներ են եկել, այ մեր Եվրոպամետ կուրսը եւ այլն ինչ որ արդյունքներ է տալիս եւ այլն, հա։ Եվ սա ընտրություններից մի ամիս առաջ։ Հետո կլինի ինչպես 2021-ին, այնպես նաև հիմա մի քանի գերիների ազատումը, Աստված տա ազատեն, բայց իմ կարծիքով շատ կարևոր է որ բոլորին ազատեն, հա։ Իսկ այստեղ խոսք է գնում ոչ քաղաքական գերիների մասին, հավանաբար Ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ կարծես թե Արցախի։ Այո, ոչ քաղաքական այսպես անվանենք, հա, սովորական քաղաքացիներ, եւ ես տեսել եմ 23 հաստատված ազգանուն ունենք, չնայած խոսքեր կան, որ մինչև 80 հոգի կա, գուցե մյուսները մահացած են կամ անհետ կորածները, բայց ամեն դեպքում 80 հոգու գտնվելու վայրը անհայտ է, 23 հոգու, նրանց ավելի ճիշտ 8 Պաշտոնական թիվը 3 տասնյակ, այո։ Այո, որոնցից 15-ը ոչ քաղաքականներն են, իսկ 8-ը ռազմաքաղաքական ղեկավարությունն է Արցախի։ Եվ այդ 15-ին 8-ից առանձնացնելը կարող է փորձել Փաշինյանը օգտագործել եւս որպես ընտրախաղակարդ։ Հետո Թուրքիայի հետ սահմանի որոշակի բացումը, օրինակ, երրորդ երկրների քաղաքացիների համար եւս կարող է տեղի ունենալ, դրա մասին հիմա խոսվում է, որպես էլի նախընտրական քայլ, որպեսզի ցույց տրվի, ահա տեսեք մենք առաջընթաց ունենք եւ այլն։ Այսինքն, հա, ու եւս մի բան, վերջերս Փաշինյանը պետապարատի ներկայացուցիչներին հավաքել է Համալիրում եւ այդտեղ ելույթ ունեցավ, որտեղ հիմնականում խոսած պետապարատի հոգսերի մասին, աշխատակիցների ցածր աշխատավարձների մասին, այսինքն աշխատավարձների բարձրացում, օրինակ նույն առողջապահական նոր համակարգի ներդրում եւ այլն, այսինքն այս նման քայլերով փորձ է լինելու իշխանության կողմից ոնց որ վարկանիշը բարձրացնել։ Բայց այս պայմաններում, երբ որ եկեղեցու դեմ արշավ է գնում եւ այլն, մի քիչ կասկածում եմ, որ դա կլուծի հարցը, կտեսնենք։ Շնորհակալ եմ Հրանտ մեր հրավերը ընդունելու համար։ Armenia Today-ի հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցեցի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ, ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ։